մեր սուրբ նախնիներ, արքա և զինվոր, իշխան շինական, հովիվ հոգևոր, ձեր նետ նիզակով, ձեր թուր ու խաչով, ձեր մտքի կամքի հանճարի ուժով պարգևեցիր մեզ տուն ու հայրենիք, արարման ոգի, ամրոց ու տաճար, ձեր պատգամներով, ձեր սուրբ օրհնությամբ մնացել ենք, կանցնենք հավերժ ճանապարհ։ Չի կարելի։ Աղցքի եկեղեցական համալիրը որպես վանահայրություն հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է 607 թվականին Դվինում կայացած կաթոլիկոսական ընտրաժողովի կապակցությամբ։ Հոգևոր դասը ներկայացնող մասնակիցների թվում հիշատակվում է Աղցքի վանահայր Միքայելը։ Եկեղեցին եռանավ հորինվածքով հարավից հպված է արքայական դամբարանին և թվագրվում 4-րդ դարին։ Այն կառուցված է կրաշաղախով կապակցված սև դեղնավուն և կարմրավուն սրբատաշ տուֆ-քարերից։ Եկեղեցու ծածկ ու պատկերը հիմնականում կործանված են, պահպանվել են հորմերի և մույթերի ստորին հատվածները արևելյան կողմում և աբսիդի մոտ։ Եկեղեցին ունի ընդարձակ աղոթասրահ, որի ներքին տարածքը 4 մույթով բաժանվում է կենտրոնական լայն ու եզրային նեղ նավերի։ Միակ մուտքն արևելքից է, կենտրոնական նավի արևելյան մասում ուղղանկյուն ծավալի մեջ փայտաձև հատակագծով խորանն է։ Եկեղեցին ունեցել է միայն մեկ ավանդատուն հարավային կողմում։ Եկեղեցին զուրկ է գետնախարսխից, եկեղեցու հազվագյուտ հորինվածքը վաղ միջնադարյան հոգևոր կառույցներ բնորոշ գետնախարիչների բացառությամբ և ուղղանկյան փոխարեն գրեթե քառակուսի հատակագիծը սահմանափակում են վաղ միջնադարի մեզ հայտնի մյուս եռանավ հորինվածքով եկեղեցիներից։ Հա։ Գերեզմանոցը սովորության ձևավորվել է եկեղեցու շուրջ, արդյունքում արքայական դամբարանի շրջակայքը վերածվել է գերեզմանոցի, որտեղ թաղումներ կատարվել են մեծ խտրությամբ և միմյանց վրա 4 շարք, որոնց թվագրումը հասնում է ընդհուպ մինչև 14-16-րդ դարեր։
Եզմանները բացվել են նաև ուղղակի արքայական դամբարանի հարավային և արևմտյան պատերի տակ։ Արքայական դամբարանի հարավային մասում 74-75 թվականներին պեղումների արդյունքում բացվել են մեծածավալ սրբատաշ դեղին տուֆի մեծ սալերից առանց կրաշաղախի կոթողային կառույցի հիմքերը։ Արևելքից և արևմուտքից գետնախարիսներով եզերված կառույցն ավարտվում է հարթակով, որի մեջ կա 3 խոր։ Սրանց մեջ հավանաբար կանգնեցված են եղել թևավոր խաչերով պսակված կոթողներ։ Նման ենթադրության հիմք է ծառայում նորաբաց դամբարանի մոտ հայտնաբերված այդօրինակ խաչի մեկ թևը։ Դատելով կառուցողական տեխնիկայից, կրաշաղախի բացակայությունից, ինչպես նաև քարերի մաշվածության աստիճանից կարելի է ենթադրել, որ այն այստեղ պահպանված հնագույն կառույցներից է։ Պեղումները պարզվել են, որ գետնախարիսներով այս շինությունը եռամաս է։ Կենտրոնական մասում նախ կառուցվել է քառակուսի հատակագծով 4 կողմից գետնախոր։ Հետագայում, սակայն, դարձյալ վաղ միջնադարում Հուշասյանը հյուսիսից և հարավից հավելել են կիսակառույց դամբարաններ։ Արդյունքում ստացվել է հյուսիսից հարավ ձգվող ուղղանկյուն հատակագծով մի համակառույց 3 քառակուսի խորշերով, որոնք հավանաբար նախատեսված են եղել թաղումների թևավոր խաչերով զարդարված կոթողների ամրացման համար։ Ուշագրավ է, որ քառակող կոթողներից մեկի գագաթին փոսիկ է ինչ-որ քանդակի թևավոր խաչի ամրացման համար։ Արքաների դամբարանը։ Արքաների դամբարանը հուշարձանախմբի առանցքային շինություն է, կառուցված կրաշաղախով կապակցված և կարմիր սրբատաշ տուֆ քարերից։ Ընդունված տեսակետի համաձայն դամբարանը կառուցվել է 364 թվականին։ Ենթադրվում է դամբարանը եղել է երկհարկանի, որից միայն ստորին կիսագետնափոր հարկն է պահպանվել։ Արևմտյան կողմի միակ մուտքն հպված է թաղկածածկ նախասրահը։ Մուտքի բացվածքը աջ և ձախ կողմերից եզերված է միակտոր քարերից ձևավորված պաշտոններով, որոնց վրա դրված է բարավորի հարթ քարը զարդարված հորիզոնական առվակաձև գծերով։ Բարևորի վրա էլ դրված է կիսաշրջանաձև ճակատակալ քարը, որը եզերվում է վաղ միջնադարում լայնորեն տարածված բեռնաթափիչ կամարով։ Դամբարանի առաջին հարկն արտաքուստ ուղղանկյուն արևելքից արևմուտք ձգված ներքուստ խաչաձև հորինվածքով թաղակապ շինություն է։ Արևելյան մասում կիսաշրջանաձև հատակագծով աբսիդա, հյուսիսային և հարավային երկայնական պատերի կենտրոնական հատվածներում պայտաձև թաղերով ծածկված ուղղանկյուն խոշոր արկասոլիներ են։ Սրանց բացվածքների ստորին հատվածը ծածկված է հատուկ փորվածքներում ամրացված կարմիրասև տուֆի երկուական բարակ սալով։ Ենթադրվում է, որ այս արկասոլիներում զետեղել են հայոց արքաների ոսկորները։ Մեկ այլ վարկածի համաձայն, որի հիմքում 2016 թվականի պեղումների արդյունքներն հայոց արքաների մասունքները ամփոփվել են եկեղեցու խորանի առջև սալահատակի ներքո հայտնաբերված վաղ միջնադարյան 3 տուֆակերտ սնդուկ մասունքատուփերում։ Արքայական դամբարանի որմնաքանդակները մուտքի պարակալների, եզրային սյուների և բեռնաթափիչ կամարի մասունքների համար նախատեսված խորշերի արկասոլիների դիմահայաց կափարիչների վրա են։ Այն հանգամանքը, որ աղցքում թաղվել են հայ հեթանոս և քրիստոնյա թագավորների ոսկորները, իր որոշակի նշանակություն է ունեցել պատկերաքանդակի սյուժեների ընտրության հարցում։ Այստեղ առկա են ինչպես ավանդական նախաքրիստոնեական դիցարանին բնորոշ, այնպես էլ աստվածաշնչյան թեմաներով հարթաքանդակներ։ Քանդակներում մարդիկ միջնադարյան արվեստում ձևավորված որոշակի սկզբունքներով պայմանավորված ներկայացված են սոսկ ընդհանուր գծերով համամասնությունների խախտմամբ։ Դրանք ստեղծվել են տեղական հնավանդ սովորությունների հատուկ ոճով։ Դամբարանի մուտքի բեռնաթափիչ կամարի վրա շների և որսի կենդանիների հարթաքանդակներ են։ Մուտքը եզերող սյուների նույնպես քանդակազարդ են։ Եղծված և քայքայված թեմատիկ հարթաքանդակներում ըստ վերակազմության պատկերված են շրջանի մեջ ներգծված ուղիղ թևերով խաչ շներ։
Հայցյամ ցուլ թռչուններ։ Աչակողմյան սյան ներքևում պատկերված են տեսարան, որտեղ հսկա առյուծը ցատկել է եղջերվի մեջքին և քարացել հաղթողի հպարտ կեցվածքով։ Առյուծից վեր պատկերված են շրջանի մեջ ներգծված խաչ։ Արկասորների բացվածքներում, փակող բնկալներում ամրացված կարմիր և սուր տուֆի բարակ սալերի ճակատային մակերեսները զարդարված են ինչպես դիցաբանական, այնպես էլ աստվածաշնչյան հարթաքանդակներով։ Հարավային արկոսորի արևելյան կարմիր սալի վրա քանդակված է վաղ միջնադարյան խիստ բնորոշ շրջանի մեջ վերցված հավասարաթև խաչ, որի հորիզոնական թևերի վրա պատկերված են կցահարող թռչուններ։ Հարավային արկասոլի արևմտյան սև սալի վրա դիցաբանական որսի տեսարանը, որտեղ մեր կիրան երկարավարս հսկա նիզակով շամփրում է հետևի ոտքերի վրա ծառս եղած աղրելի վարազին։ Հյուսիսային արտաքուստ կափարիչի արևելյան սև սալի վրա պատկերված է բազկատարած մի մարդ, երկու կողմում քանդակված են զարհուրելի երախը և մագիների բացված մեկական առյուծ, որը աստվածաշնչյան սիրված թեմաներից մեկն է Դանիելը առյուծների կբում։ Հյուսիսային կողմում ձախ խորշի առաջին սալի վրա քանդակված է երկրաշարժական մի զարդամոտիվ օձագալար հորինվածքով, որը հիշեցնում է նախաքրիստոնեական Հայաստանի դիցահանում լայնորեն տարածված համաշխարհային վիշապ օձը։ Դամբարան, 4-րդ դար։ Աղցկը պատմամշակութային արգելոց։ Աղցկը հայ պատմագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է Փաստոս Բյուզանդը և Մովսես Խոհանոցին նկարագրելով Սասանյան Պարսկաստանի Շապո Բը արքայի 357 թվականին Հայաստան կազմակերպված արշավանքը, նրանք պատմում են Դարանաղյաց գավառի Անի կամախ ամրոցից հայոց արքաների ոսկորների հափշտակման, վերադարձնելու, ապահովսքում ամփոփելու դեպքերը։ Ըստ Փաստոս Բյուզանդի, սպարապետ Վասակ Մամիկոնյանը զենքի ուժով հայոց արքաների ոսկորները վերադարձնելով ամփոփում է Իգիեղն, որ աղցկն է անվանին։ Աղցկը, ինչպես մեկնաբանում է Մովսես Խոհանոցին, ընտրվում է վաղաշաբաթի փոխարեն, որովհետև ոչ գիտացին ընտրել զոսկերս հեթանոսաց և հավատացելոց զիընդ միմեան սեր խառնակյալ գերողացն։ Հնագիտական հետազոտությունները վկայում են, որ աղցկը հիմնվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում և հարատևել մինչև ուշ միջնադար։ Արգելոցը ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ։ Հուշահամալիրի տարածքը մինչև 20-րդ դարի առաջին կեսը հնագիտական պեղումներ չեն իրականացվել։ 73-75 թվականներին այստեղ կազմակերպվել են մասնակի պեղման, ամրակայման, վերականգնման, բարեկարգման աշխատանքներ։ Վերջին պեղումները համալիրի տարածքում բարեկարգման և չափագրման աշխատանքների հետ համատեղ իրականացվել են 2001, 2002, 2015, 2017 թվականներին։ Կառավարության 22 թվականի որոշմամբ աղցկ հնարավայրը հռչակվել է պատմամշակութային արգելոց, ներառելով ԿՄՍ նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փողակի կազմում։